Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ռոմանոս Պետրոսյանը դեռևս մինչև ամառ կմնա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ, պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր հեծում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։ Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը, ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։ Միաժամանակ մինչև մայիսի 25-ը կասեցվել է այն եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեր վաճառքի գործընթացը։ Սա նշանակում է, որ մինչև նշված ժամկետի ավարտը ՀՀ կառավարությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել հեծի բաժնեմասի վերաբերյալ։ Այդ ընթացքում հեծի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը լուրջ կասկածների տակ է դրվում։ Պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրելիս Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլատվություն ստանալու համար, և դատարաններից գալի մասը դրանք բավարարում է։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։ Այս թվերը ոչ միայն բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, այլև փաստում են, որ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտում միջամտությունների ծավալը կտրուկ աճել է։ Եթե 2023 և 2024 թվականներին խոսքը հարյուրավոր գաղտնալսված և բացահայտված դեպքերի մասին էր, ապա 2025 թվականին արդեն արձանագրվել են հազարավոր միջամտության փորձեր, որոնց ճնշող մեծամասնությունը ստացել է նաև դատարանի համաձայնությունը։ Ասել է, թե զգուշացեք, ձեր նամակները կարող են կարդալ ամեն անհարմար պահի։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում գրած ֆիասկոն, և այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը, նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի և հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր հեղափոխությունը, չի մերժում իրեն։ Մեր տեղեկություններով կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել և այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման։ Մեզ ասացին, որ կայցելի նաև որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ ջրեն նախորդ անգամվա տխուր տրամադրությունը։ Հրապարակ թերթը գրում է. Ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադիր առաջնորդ Սամվել Կարապետյանը մեր տեղեկություններով օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ։ Զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են, որքանով են արժանի։ Դա կարելի ասել յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը ըստ մեր աղբյուրի որոշ խմբագրումներ է արել ցուցակում, ոմանց հանել, ոմանց ռոկիրովկաներ, տեղերի փոփոխություն է արել։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը հայ առաքելական եկեղեցու և նրա սպասավորների դեմ։ Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։ Գրել էին, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգևորականների, մասնավորապես Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանի մուտքն արգելել է ՔԿՀ։ Նա 10 տարուց ավել այցելել է ՑՄԱՀ դատապարտյալներին։ ՔԿՀ-ներին կցված հոգևոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում։ Ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ մայրաթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել, կաթողիկոսին զրկելով ևս մի լծակից։ Իրավունք թերթը գրում է. Կիրակի օրվա ավտոերթի և համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է, հեռանում է կառավարական առանձնատենից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած քայլում էր Գյումրիում և արդեն արհամարհում լրագրողների հարցերը։ Ասում են, քպականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն ծպտուն չեն հանել։ Վարչապետն էլ, Աննան էլ այնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգանք։ Ավելին Աննան բավական ագրեսիվ է եղել, անգամ ջերմ գրկախառնությունների սառն ու անտարբեր էր արձագանքում։ Այն տպավորությունն էր, որ նրան զոռով է Փաշինյանը բերել, ասաց Գյումրու աղբյուրը։